Իմ երեխան իրեն շատ վատ է պահում, հարցի պատասխանի երկրորդ մասը։ Նախորդ մասում խոսեցինք, որ ցանկացած վերաբերմունք պահվածք իր մեծ պատճառ ունի, որը անհրաժեշտ է հասկանալ եւ լուծել, նախքան վերաբերմունքին անցնել։ Երկրորդ կարևոր կետը, որ պետք է յուրաքանչյուր ծնող իմանա, դա մենք երբեք չենք կարող երեխային ստիպել իրեն լավ պահել, նրան վատ իրավիճակում գցելուց հետո։ Այսինքն, եթե երեխան իրեն վատ է պահել, եւ մենք բարկանում ենք, նրան նեղացնում ենք, վիրավորում ենք, վատ բառեր ենք ասում, դրանից հետո սպասել, որ երեխան իրեն լավ է պահելու, հիմնականում անհույս է։ Այսինքն, եթե մենք երեխային վատ իրավիճակում ենք դնում, նրա հետ ժամանակ չենք անցկացնում, կապը էմոցիոնալ չկա երեխայի հետ եւ նա իրեն սիրված, սպասված, սիրելի, ընդունելի չի զգում միջավայրում, հավանականությունը, որ նա իրեն վատ կպահի, ձեզ կհակաճառի, գուցե վատ խոսքեր ասի, գուցե դուռը շրխկացնի եւ այլն, դրա հավանականությունը մեծանում է։ Որպեսզի կարողանանք իրեն լավ պահող, ծնողին լսող, այսպես հարգալից երեխա մեծացնել, անհրաժեշտ է այդ կապը ամրացնել, այսինքն անհրաժեշտ է այնպես անել, որ երեխան իրեն լավ զգա։ Երբ երեխան ուրախ է, լավ է զգում իրեն, հավանականությունը, որ նա ձեզ հետ կհամագործակցի, ձեր ասածը կլսի ու իրեն ճիշտ կպահի, կտրուկ մեծանում է։